Հրապարակը գրում է. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե 1 ամիս է նիստեր չի գումարել։ Ըստ Արդարադատության նախարարության վերջին նիստը տեղի ունեցել ապրիլի 1-ին։ Նախարար Սրփուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաև սահմանադրության ընդունման կարգի փոփոխության եւ հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։ Նիստից մոտ 10 օր առաջ էլ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն պատրաստ է։ Այն կուղարկվի ՔՊ վարչության քննարկմանը։ Թե ինչ կապ ունի իշխող կուսակցությունը Հայաստանի սահմանադրության նախագծի հետ, պարզ չէ, բայց թերթը տեղեկացել է, որ ՔՊ վարչությունում սահմանադրության տեքստը չեն քննարկել եւ անգամ չեն տեսել։ ՀՊԱՆՑիկ խոսակցություն է գնացել այդ մասին եւ Փաշինյանն ասել է, որ դրա ժամանակը չէ, ընտրություններից հետո կանդրադառնան։ Ոչ էլ սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է տեսել սահմանադրության որևէ պատրաստի տեքստ։ Թե ինչու է գործընթացը կանգ առել, ՔՊ թերթի աղբյուրները չեն թաքցնում։ Սպասում են ընտրությունների արդյունքներին, որից կախված կլինի։ Հնարավոր է հանրաքվե անել, թե ոչ։ Բանն այն է, որ տեքստը հանրաքվեի դնելու համար ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն է հարկավոր կամ էլ կոալիցիոն գործընկերներ, համախոհներ։ Ուստի չարժե ժամանակ վատնել, երբ անհայտ է իրենց եւ ըստ այդմ հանրաքվեի ճակատագիրը։ ՔՊ հրապարակի աղբյուրները վստահեցնում են, որ Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Ափեյանին որոշել են պատժել, քանի որ դա լավ չի ընկալվի ժողովրդի կողմից։ ՔՊ-ական համայնքապետի դեմ հաղորդմանն ընթացք է տրվել։ Ուսումնասիրությունից հետո պարզ կլինի, քրվայրույթ նախաձեռնում են թե ոչ։ Բանն այն է, որ այն, ինչում մեղադրում են ընդդիմադիրներին, մի քանի անգամ ավելի վատ եւ ապացուցված փաստով արել է Տավրոս Ափեյանը։ Նա նախընտրական փուլում սոցիալական աջակցության անվան տակ համայնքի բնակիչներին ավելի քան 11 միլիոնի ընտրակաշարք է բաժանել, որի մասին դիտորդական կազմակերպության ահազանգից եւ դատախազությանն ուղարկված հաղորդումից հետո համայնքապետը ցինիկ պարզաբանում տարածեց, թիրախավորելով լրատվամիջոցներին։ Տավրոս Ափեյանը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի ընտրացուցակի 61-րդ համարն է։ Հետևաբար այս շրջանում իրավունք չունի նաեւ սոցիալական օգնություն բաժանել բնակիչներին։ ՔՊ-ում կարծում են, որ նրան պետք է առնվազն հեռացնել նախընտրական ցուցակից։ Փաստը գրում է. օրերս Երևանում անցկացված եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ու դրա շրջանակներում հնչած հայտարարությունները առավել ակնառու դարձրին Հայաստանի գլխին կախված ամենամեծ վտանգը։ Այն է, Հայաստանն այլևս չունի անվտանգային որևէ երաշխավոր։ Հայաստանում անցկացված համաժողովների եւ արևմտյան առաջնորդների վոյաժների միակ իրական նպատակը որևէ մեկը նույնիսկ չի էլ թաքցնում։ Դա Ռուսաստանին այստեղից ամբողջությամբ դուրս մղելն է։ Արևմուտքը հետևողականորեն լուծում է իր խնդիրը։ Ձեռքի հետ փաղաքշում է Փաշինյանին, որովհետև վերջինս ոչ պակաս հետևողականությամբ կատարում է իրեն տրված առաջադրանքը։ Իսկ ինչ է սպասվում Հայաստանին ու հայ ժողովրդին դրա հետևանքով։ Շատ քաղաքագետներ հստակ արձանագրում են, որ եթե մեր տարածաշրջանում չլինի Ռուսաստանը որպես կոշտ ռազմական ուժ, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը պարզապես կուլ է տալու Հայաստանը։ Դրա ուղիղ ապացույցն էր նաև Ալիևի հերավար ելույթը, որին Փաշինյանը նույնիսկ շնորհակալություն հայտնեց։ Իսկ հաշվարկը պարզ է։ Հին դաշնակիցն այստեղից վտարվում է, իսկ նոր դաշնակից իրականում գոյություն չունի։ Եվրոպան ու ընդհանրապես հավաքական արևմուտքը զորք չի բերելու Հայաստանին պաշտպանելու։ Արդյունքում ստեղծվում է կատարյալ անվտանգային վակուում, որը Ադրբեջանը փափագում է լցնել իր ռազմական ագրեսիայով։ Փաստը գրում է. Երևանում եվրոպական բարձր մակարդակի հանդիպումների, վիզաների ազատականացման մասին հնչող հայտարարությունների եւ ինտեգրման գեղեցիկ ձևակերպումների ֆոնին իրական Հայաստանը ապրում է բոլորովին այլ իրականություն։ Այնինչ քաղաքական հարթակներում ներկայացվում է որպես առաջընթաց եւ մոտեցում Եվրոպային, շարքային քաղաքացու համար վերածվել է հերթերի, փակ համակարգերի եւ անորոշության անվերջ շրջապտույտի։ Այսօր եվրոպական մի շարք երկրների դեսպանատներում եւ վիզային կենտրոններում հերթագրվելը գրեթե անհնար է դարձել։ Այս թեմային մենք անդրադարձել ենք դեռևս անցյալ տարի, սակայն անցած 7-8 ամիսներին ոչ միայն իրավիճակ չի փոխվել, այլև ամեն ինչ ավելի է բարդացել։ Մարդիկ շաբաթներով, երբեմն ամիսներով փորձում են գրանցվել, այսպես ասած, ժամ վերցնել, բայց ապարդյուն։ Կամ օրերով ժամ չի բացվում, կամ բացվելիս դրանք սպառվում են վայրկյանների ընթացքում։ Իսկ միջնորդների շուկան, ինչպես միշտ, ավանգարդում է, վերածելով գործընթացը լրացուցիչ բեռի։ Ստացվում է մի իրավիճակ, երբ պաշտոնական մակարդակում խոսվում է վիզաների ազատականացման մասին, բայց տեխնիկապես ու ֆիզիկապես քաղաքացին վիզայի համար նույնիսկ դիմելու հնարավորություն չունի։ Հրապարակը գրում է. ՔՊ շարքերում խոր անորոշություն է, ցուցակի 50-յակում չընդգրկվածները չեն թաքցնում, որ անկյուն են մղվել եւ չեն պատրաստվում իրենց կոտորել, քարոզչությամբ զբաղվել։ Փաշինյանը որոշել է պաշտոնական քարոզարշավին ցուցակի առաջին 50-յակի հետ շրջել։ Եթե բացականներ լինեն, նոր հաջորդ համարները կգնան։ Եվ 50-ից հետո ընդգրկվածների թիվ 1 խնդիրը դարձել է իրենց ապագա աշխատավայրի եւ մերձավորներին տեղավորելու հարցը։ Չնայած Փաշինյանը վարչության անդամների միջոցով փոխանցել է, որ ոչ մեկն անգործ չի մնա, եթե հաղթեն, բայց
բայց պետք է ընտրություններին բոլորը վիզ դնեն, սակայն նրանք վստահ չեն հաղթանակի հարցում եւ չեն հավատում ստելու մեծ վարպետ Փաշինյանի խոստումներին։ Հրապարակի տեղեկություններով հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության կարկառունքը պահականները, որոնք մասնակցելու են քարոզարշավին, արձակուրդ են գնալու։ Չնայած դեռևս 2018-ին Փաշինյանը պնդում էր, որ ընտրական օրենսգիրքը չի պարտադրում, որ քարոզարշավի ժամանակ տեխնացու համարվող կառավարության անդամներն արձակուրդ վերցնեն եւ անգամ պնդում էր, որ աշխատանքային ժամերին էլ կարող է քարոզարշավ իրականացնել, սակայն այնքան շատ օրենքներ են խախտել, որ որոշել են գոնե արձակուրդ վերցնել եւ 24/7 ռեժիմով լծվել նախընտրական քարոզչությանը։ Քարոզարշավի մեկնարկը տրվելու է մայիսի 8-ին։ ՔՊՆ արշավը սկսելու է Սյունիքից, 2 օր մնալու են մարզում, մայիսի 9-ին Եռատոնին, Կապանում հանրահավաք են նախատեսում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքն էլ քարոզարշավը կսկսի Հայոց հոգևոր կենտրոնից Էջմիածնից, որտեղ հանրահավաք կանցկացնեն։